Օրնություն եւ փառք, հո եւ Որդու եւ Ոգուի Սրբու այժմ եւ միշտ եւ ավիդյանս հավիտենից ամեն։ Տարիներ առաջ հենց գյուղի մուտքի մոտից Ջրառատի երիտասարդները ճանապարհվել էին հայոց բանակ։ Նրանց թվում էին Գրիգոր Թորոյանը, Աշոտ Պետրոսյանը, ավելի ուշ թեժ կռիվներին վերջիններից հետ մասնակից պիտի լիներ նաև Գևորգ Կիրակոսյանը։ Երկու որդիների հայրը կամավորագրվել էր 44-օրյա պատերազմի օրերին, նրանք իրենց կյանքի գնով պաշտպանեցին հող հայրենին։ Պատերազմից անմասն չմնաց նաև մեր գյուղը, Ջրառատը, այն նույնպես ունեցավ ծանր կորուստներ։ Մենք խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առաջ։ Սեպտեմբերի 27-ին Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում նրանց հիշատակին բացվել է խաչքար եւ հուշակոթողներ հերոսների նկարներով։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել համագյուղացի Հենրիկ Յալյոյանի եւ նրա հարազատների հովանավորությամբ։ 44-օրյա պատերազմին մեր գյուղից 20 հոգի, 20 եւ ավել մարդ մասնակցել։ Իհարկե ճանաչում եմ մեր նահատակվածներին, որովհետեւ մեր կրտսեր եղբայրներն են։ Նախաձեռնությունը մեր հոր եղբորն է, որը որ 3 ամիս առաջ մահացել է, ինքը ասել էր, որ խորհրդակցեցինք մենք իր հետ, բա ինչ կարելի անել, կարելի է այդ խաչքար իրենց նկարներով կառուցել, որպեսզի պարտավորեցնող լինի եւ միշտ հիշենք մեր աչքի առաջ լինեն մեր տղաները։ Պատերազմում այս տղաները առանձնացել են իրենց մարտական գիտելիքներով։ Սերժանտ Գրիգոր Թորոյանը հետախույզ էր, սերժանտ Աշոտ Պետրոսյանը ֆակուլտետի հաշվարկի հրամանատար, իսկ Գևորգ Կիրակոսյանի կամավոր մասնակցությունը ամենամեծ վկան էր, որ այս տղաների համար առաջին տեղում հայրենիքի պաշտպանությունն էր։ Պատերազմի օրերին ոչ մի բողոք հեռախոսով շատ կարճ ժամանակով խոսելուց սովորական է, մեզ մոտ հանդարտ է, բայց այս ժամանակ ռումբերի պացյուններ լսվում, կրագոսներ, իսկ իրան ասում են ոչինչ չկա, հանգիստ է, և մեկ ամիս կրվելուց հետո որդիս սովնեց, որդիս Ջաբրայիլում էր, Գրիգորը Թալիշում էր, իսկ Գևորգը Էլի Ջաբրայիլի մոդերքում։ Բացման արարողությանը ներկային եղել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուր Հովհաննիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, բազմաթիվ համագյուղացիներ եւ հյուրեր։ Ամենը չնայելով ծնողներին, ընտանիքի անդամներին, ուղղակի մի բան է տալիս մտքի, որ հերիք է արդեն։ Իրականում հերիք է արդեն տարերով կորուստ ենք տվել, տարերով արուն ենք թափել, ժամանակն է վաստակել է այս ազգը իր զավակների այրանքանով խաղաղ ապրելու, երջանիկ ապրելու, ինքնիշխան ապրելու, հերիք է արդեն տարերով ունեցել ենք այդ կորուստը, մենք այդ գինը վաղուց վճարել ենք արդեն։ Գյուղում տղաներին հիշում են որպես ազնիվ ու բարի երիտասարդների, ովքեր մանկությունից աչքի էին ընկնում քաջությամբ ու ընկերասիրությամբ։ Իրենց թե վաշկով, թե իրենց մարդ տեսակով, թե իրենց ուսումնառությամբ, իրենք յուրահատուկ էին, տարբերվում էին, իրենց ամեն ինչով երևի թե այնտեղ էլ այդպես առանձնահատուկ իրենք պատրաստակամություն են դրսևորել նաև զինվորական ծառայության մեջ։ Հուշակոթողը ոչ միայն հիշատակի, այլև սերունդներին հայրենասիրության ու նվիրումի պատկան փոխանցելու խորհրդանիշ է։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Երկիրն է չափերով այնպիսի, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանարց։ Երբ Հովհաննես Գրիգորյանն իր պոեզիայով հայրենիքը տեղավորեց սրտում ու բառերում, դժվար թե պատկերացնել, որ տարիներ անց իր գրչի զարկերն արդեն կդառնան նաև նոր սերնդի գրատարակների ու սրտերի պարտադիր մասնիկը։ Գյումրու Ֆուրմանովի փողոցում բանաստեղծի մանկության բակում նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել։ Պոեզիայի համար ամենակարևոր ազդակները հենց այստեղ կուտակել է Հովհաննես Գրիգորյանը եւ շատ կարևոր է, որ այսօր հուշաքարով այդ փաստը կամրակայվի, բոլորովին էլ պատահական չէ, որ նոր սերունդը մեծապես ուղղակի կամ անուղղակիորեն ազդված է Հովհաննես Գրիգորյանով։ Գյումրին դե ինչպես արդեն ասվեց բազմիցս շատ յուրահատուկ տեղ ուներ հայրիկի ոչ միայն պոեզիայում, այլ նաեւ մեր հենց տանը առօրյայում եւ կարծում ենք, որ այս հուշատախտակը
Գյումրի առօրյայում մի փոքր պոեզիա կավելացնի։ Այս խորհրդանշական նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկեց գրքի Երևանյան միջազգային փառատոնը, որին ներկային կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գրականու մշակութային գործիչներ, հյուրեր։ Շատ ուրախ եմ, որ եղավ առիթը հուշատախտակը բացելու։ Կարծում եմ դա շատերի համար նաեւ գուցե բացահայտում էր եւ գուցե նաեւ գյումրեցիներից շատերը չգիտեին, որ այդ տանը ծնվել էր Հովհաննես Գրիգորյանը ու սա էլ նաեւ գուցե քաղաքի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու եւս մեկ առիթ լինի։ Փառատոնն այս տարի կազմակերպվում է արդեն 8-րդ անգամ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ այցելում է մարզեր։ Գյումրի դարձավ դրա առաջին կանգառը։ Երևանյան միջազգային փառատոնը արդեն մի քանի տարի անցկացվում է եւ ամեն տարի ունենում է շատ ավելի լավ ցուցանիշներ, թե այցելությունների թիվը, թե հրատարակչությունների մասնակցությունը, թե վաճառվող գրքերի քանակը շարունակաբար աճում են, ինչպես նաեւ իսկապես փառատոնը դառնում է միջազգային եւ ամեն տարի մենք ունենում ենք մեծ թվով հյուրեր տարբեր երկրներից։ Այս տարի գրքի տոնավաճառին վաճառվել են 18000 գիրք, որը իրականում հսկայական թիվ է, եթե համեմատենք առաջին տարու համեմատ 6 անգամ ավելի։ Եվ դա շատ ուրախալի փաստ է։ Միջոցառումների շարքը Գյումրու դրամատիկական թատրոնում էր, որը եւս նախարարը պատահական չի համարում։ Ես կարծում եմ, որ թատրոնը հյուրընկալվող գրքի փառատոնը Գյումրիում նաեւ ըստ էության հանձնառություն է վերցնում ուշադիր հետևել այն իրականությանը, որ ներկայացված է այստեղ տաղավարներին եւ ինչու ոչ, գուցե ընտրել հենց այդտեղից հաջորդ ներկայացման նյութը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով սա նաև լավ առիթ է ընթերցանության խթանման համար։ Ու գիտեք, մենք խթանում ենք ընթերցանության մշակույթը տարբեր ձևերով նաև դպրոցներում ու հուսով եմ, որ այսօր այստեղ կտեսնենք նաև շատ դպրոցականների։ Գրքի տոնավաճառում ներկայացված էին ամենատարբեր ժանրերի գրական գործեր։ Մեր առաքելությունն ենք համարում գրքի հայալեզու գրքի տարածումը ավելի մեծ սահմաններում իրականացնել։ Դրա համար շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Հույս ունենք, որ միջոցառումը շարունակական կլինի, միայն Երևանում չեն լինի նման մշակութային հետաքրքիր միջոցառումներ, նաև մարզերում, հատկապես խոշոր քաղաքներում։ Միջոցառումը հագեցած էր տարաբնույթ նախաձեռնություններով։ Բոլորովին ուրիշ աշուն Հովհաննես Գրիգորյան 80 խորագիրը գրող հոբելյանական ընթերցումներ ու զրույցներ եղան։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում են հեռվից և կարոտից արտասվում են օտար սրճարաններում և չգիտես թե ուր լողացող նավերի վրա։ Գրքի շնորհանդեսներ եւ քննարկումներ, երիտասարդ ստեղծագործողների հետ հանդիպումներ, ստենդափ ներկայացումներ։ Գրքի փառատոնն ունի բաղկացուցիչ մաս, գրական մրցույթ եւ նախորդ տարի գրքի փառատոնի գրական մրցույթի պոեզիա անվանակարգում հաղթեց Գևորգ Թումանյանը գյումրեցի։ Ես մասնակցել եմ 2023 թվականի մրցանակապաշխությանը, պոեզիա անվանակարգում գրավել եմ առաջին մրցանակը, առաջի տեղը։ Այսօր այս գրքից շնորհանդեսն է հնձածխոտ։ Գրքի Երևանյան միջազգային փառատոնը կազմակերպվում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության նախաձեռնությամբ եւ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Մուտքի մոտ վարչապետին դիմավորել է ԵԽԽՎ նախագահը, որից հետո Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի ոսկեգրքում եւ կարճատև շրջայց կատարել։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը, ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը Եվրախորհրդի կառույցների հետ։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։
Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպոլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության եւ մշտական աջակցության համար, ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը եւ դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության եւ գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր եւ նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է վարչապետի այցը Ստրասբուրգ եւ ընդգծել Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված ակտիվ եւ արդյունավետ համագործակցության փաստը։ Ալեն Բերսեի խոսքով այդ համագործակցությունը նպաստել է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերը հետագայում ևս հաջողությամբ կիրականացվեն։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ այս այցը 2019 թվականի առաջին այցից 6 տարի անց տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով Հայաստանը հաղթահարելով վերջին 5 տարիների բարդ մարտահրավերները գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր եւ կարեւորել կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության գործողությունների արդյունավետ իրականացման փաստը, ինչպես նաեւ քննարկել երկկողմ օրակարգային հարցեր, անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։ Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պարբերաբար այցելում են Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում ծանոթանում խնդիրներին, փորձելով լուծումներ գտնել դրանց համար։ Հերթական այցն Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում էր։ Այս այցը սակայն տարբերվում էր նախորդից, падգամավորներն այստեղ են արդեն կատարված աշխատանքները տեսնելու համար։ Բնակչի խնդիրները եւ արդեն լուծված խնդիրները արդյոք դրանք համապատասխանում են այն պահանջներին, որ պետք էր, որ ուներ բնակիչ, այսինքն արդյոք բավարարված է բնակիչը թե չէ, կարելի է ամբողջապես պատկերացնել միայն այն ժամանակ, երբ որ անմիջապես շփվում ես այդ բնակչի հետ, երբ որ անմիջապես քո աչքը տեսնում է այդ դպրոցը, այդ պարտեզը, այդ փողոցները, որ ասֆալտվել են, ու նպատակը դրանում էր, որպեսզի հասկանանք արդյոք բավարարված է բնակչային պահանջը, որը մենք խնդիր ենք դրել լուծելու։ Տափերական բնակավայրում ապրողներն արդեն ունեն նոր կառուցված ամբուլատորիա։ Նոր վերանորոգված տեղում ավելի հաճելի, ավելի մաքուր, երեխաները խաղասենյակ ունեն, այնտեղ տիկնիկներ կան, խաղում են, զբաղվում են, մինչև իրենց մամաները մյուս երեխային պատվաստում են։ Նախկին պայմանները ահավոր վիճակ էր այնտեղ, պատերին ձեր չեն կանտանք, թափում էր լրիվ։ Երեխաների սենյակ չկար, իսկ հիմա ամեն ինչը անտիր է, շատ հաճելի, ծնողները առաջ անգամ մտնում են, ասում են, իսկ ինչ հրաշք է, ընկել ենք դրախտ։ Տափերականում վերանորոգվել են նաև շենքերի տանիքներ։ Վեդի խոշորացված համայնքի նոր ուղի եւ գինեվետ բնակավայրերի 93 դեկտեմբերից կհաճախեն նոր կառուցված մանկապարտեզ։ Այս երկու բնակավայրերում մինչ այժմ մանկապարտեզ չի եղել։ Այսպիսի ծրագիր ունենք նաև նմանատիպ շենքի կառուցում Սիսավան բնակավայրում, որը այս պահին ընթացքի մեջ է, նախատեսում է մինչև տարեվերջ ավարտել
նաև այդ մանկապարտեզի շինարարությունը եւ եւս մեկ մանկապարտեզի հիմնանորոգում Ուրցաձոր բնակավայրում 4 խմբանի մանկապարտեզի հիմնանորոգումը կավարտվի նույնպես հոկտեմբերի վերջին պլանավորում ենք։ Նորուղի բնակավայրում բացի մանկապարտեզի կառուցումից կատարվել են նաև մի շարք այլ կարևոր աշխատանքներ։ Այս պահի դրությամբ Նորուղի բնակավայրում չունենք բնակելի տուն, որտեղ որ գազաֆիկացում չկա։ Ունենք 7200 գծամետր ոռոգման ցանցի կառուցում, ջրատարերով եւ փակ խողովակաշարերով։ Լուսավորության ցանց ունենք այս պահի դրությամբ գյուղում մոտ 5 տուն, որ 5-6 տուն, որ արտաքին լուսավորության ցանց չկա այդ տներին հարակից կամ մոտիկ, դա էլ նախատեսում ենք մինչև տարեվերջ խոստացել ենք գյուղացիներին, որ ունենալու ենք այդ ու ունենալու ենք։ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները վեդի խոշորացված համայնքում հանդիպել են նաեւ խաղողի մթերմամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ Նոր ուսումնական տարին փոքր վեդի բնակավայրի 450 աշակերտի համար մեկնարկել է հիմնանորոգված դպրոցում։ Ֆուտբոլի դաշը, որտեղ տեղ չունենք խաղալու։ Այո, այս ժամանակ են Նեչևին դաշներ, ընդայինը իսկ հիմա ավելի մոտ է։ Իսկ դասարանները։ Լավ, տակ ու շատ ուրախ անցնել։ Խմբի համար նախատեսված տեղ կա, որ կախին, որ չընկնի։ Ազգային ժողովի պատգամավորները նոր կյանք բնակավայրում հետևել են ասֆալտապատման աշխատանքներին։ Սա նաև վերահսկողություն խորհրդարանի կողմից մենք նաև հետևողականորեն այցելում ենք այն հատվածներ մարզերի նաև այն բնակավայրեր, որտեղ որ աշխատանքներ պետք է կատարված լինեին կամ կատարման ընթացքում են, ծանոթանում ենք նաև աշխատանքներին, եթե լինում են հարցեր, որոնք պետք է էլի նորից մենք հասցեագրենք, մենք դրանք հավաքագրում տանում նորից ընթացք ենք տալիս։ Պատգամավորները շարունակելու են իրենց վերահսկողական գործառույթն իրականացնել այցելելով Հայաստանի տարբեր մարզեր, տեղում համոզվելու, որ բարձրաձայնված խնդիրները ստացել են լուծումներ։ Զինծառայողը քաղաքավարության կանոնների պահպանման օրինակ պետք է լինի ոչ միայն զորամասում, այլև հասարակական վայրերում։ Պետք է մշտապես լինի կոկիկ զինվորական համազգեստի կրման կանոնների խիստ պահպանմամբ եւ աչքի ընկնի պատասխանատվության բարձր զգացումով։ Հասարակական վայրերում զինծառայողների կարգապահության համար պատասխանատու է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը։ Օրեր առաջ անցկացվեց Կարգազանց 2025 միջոցառումը, որի նպատակը Կարգազանց զինծառայողներին հայտնաբերելն էր։ Ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Մուրշատյանը վերջին հրահանգներն է տալիս ենթականերին ու պահանջում խիստ ուշադրություն դարձնել հատկապես քաղաքացիական մեքենա վարող զինծառայողներին, ստուգել բոլոր փաստաթղթերն ու անհրաժեշտության դեպքում համագործակցել ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության հետ։ Մեր վերլուծությունները բերել են հետևյալ հետևությունների, որ կան զինծառայողներ, որոնք համազգեստի արկայությունը ընկալում են որպես ոչ թե պարտավորություն, այլ տարբերվելու գիտակցություն, զինծառայողներ, որոնք չունեն օրինակ վարորդական վկայական, համազգեստի ընկալման խեղաթյուրման արդյունքում համազգեստով մեքենա են վարում, որի հետևանքով նաև ունենում ենք ավտոտրանսպորտային պատահարներ։ Նման դեպքերը անհետևանք չպետք է մնան, ասում է ռազմական ոստիկանության գնդապետն ու հավելում, օրինազանց զինծառայողներին հայտնաբերելու դեպքում հենց իրենք են հրավիրում պարեկային ծառայությանը համապատասխան վարչարարություն իրականացնելու համար։ Արթուր Մուրշատյանը զինվորականներին հորդորում է անկախ կոչումից ու զբաղեցրած պաշտոնից մեքենա վարել միայն վարորդական վկայական ունենալու դեպքում։ Ռազմական ոստիկանության ուշադրության կենտրոնում են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաների վարորդները։ Տվյալ տրանսպորտային միջոցի
կազմեցինք արձանագրություն թերի լրացված փաստաթղթերի պատճառով։ Կազմված արձանագրությունը ուղարկվում է Զորամաս ու այնտեղ հրամանատարությունը որոշում է հետագա ընթացքը։ Ռազմական ոստիկանությունը կարգազանց միջոցառման շրջանակում համապատասխան վայրերում իրականացնում է նաև հետիոտնային ծառայություն։ Գործառույթը նույնն է, ինչ ավտոկարգախմբերի դեպքում։ Զինծառայողի նույնականացում արտաքին տեսքի ու փաստաթղթերի ստուգում։ Լուսադեմից իրականացնում ենք կարգազանց միջոցառման շրջանակներում հայտնաբերում ենք համազգեստի կրման կարգը խախտած զինծառայողներին։ Եթե զինծառայողի մոտ առկա չէ փաստաթղթերը, տեղափոխում ենք բաժին անձնույնականացնելու նպատակով։ Տարվա ընթացքում մենք պլանին համապատասխան մի քանի միջոցառում նմանատիպ իրականացնում ենք։ Շատ կարևոր է հասարակության ընկալումներում զինծառայողի կարգապահ զինծառայողի կերպարը արմատավորելու խնդիրը լուծել եւ ըստ էության այս նմանատիպ միջոցառումները նաեւ միտված են դրան։ Միջոցառման ընթացքում կարգազան զինծառայողների վերաբերյալ կազմված արձանագրություններն ու միջնորդագրերը կուղարկվեն վերադաս հրամանատարությանը ծառայողական քննություն անցկացնելու եւ խախտում կատարած զինծառայողներին համապատասխան կարգապահական տույժի ենթարկելու նպատակով։ Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունում հաղթել է իշխող Եվրոպամետ գործողության եւ համերաշխության կուսակցությունը։ Նախնական տվյալներով այն ստացել է ձայների շուրջ 50%, Ռուսամետ հայրենասիրական դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 24.28%։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է 52%, ինչը վերջին տարիներին ամենաբարձր ցուցանիշն է։ Ամենայն հավանականությամբ նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը 101 տեղանոց խորհրդարանում կստանա մանդատների մեծամասնությունը եւ ստիպված չի լինի ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Սանդուն ընտրություններից առաջ զգուշացրել է ռուսական մեծ միջամտության մասին, նշելով, որ Մոլդովայի ապագան վտանգի տակ է։ Նախկին նախագահ այժմ ընդդիմադիր Իգոր Դոդոնը դեռ մինչև ձայների հաշվարկը հայտարարել էր հաղթանակի մասին եւ կոչ արել սեպտեմբերի 29-ին բողոքի ակցիայի դուրս գալ։ Ըստ տարբեր հրապարակումների Մոլդովայի ընտրատեղամասերում ընդհանուր ձայների թվով առաջատար են ընդդիմադիր կուսակցությունները։ Միևնույն ժամանակ արտերկրում գործող տեղամասերում ըստ նախնական տվյալների իշխող կուսակցությունը ստացել է ձայների 70-ից 80%։ Իրանի արտգործնախարարը նամակ է հղել տարբեր երկրների իր պաշտոնակիցներին, շեշտելով, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պնդումները լիովին անհիմն են, անօրինական եւ անվավեր։ Աբբաս Արաղչիի խոսքով այդ պնդումները հակասում են ՄԱԿ-ի բանաձևին, որով չեղարկվել էին Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները։ Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից 10 տարի անց սեպտեմբերի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացրել են պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը։ Իրանին մեղադրելով միջուկային էսկալացման եւ համագործակցության պակասի համար։ Իրանն արգելել էր ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ հունիսին Իսրայելի եւ Միացյալ Նահանգների իրականացրած ռմբակոծություններից հետո։ Թեհրանը բազմիցս վստահեցրել է, որ միջուկային զենք մշակելու մտադրություն չունի։ Իրանի խորհրդարանի խոսնակը եվրոպական պետություններին նախազգուշացրել է, որ պատժամիջոցների վերականգնումը կոշտ պատասխանի կարժանանա։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ ինտենսիվ հարվածները։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ ռուսական հարվածների հետևանքով գիշերը Դնեպրոպետրովսկի մարզում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են բնակելի տներ, վարչական շենք, հյուրանոց եւ տրանսպորտային միջոցներ։ Իսկ սեպտեմբերի 28-ի գիշերը ռուսական զանգվածային հարվածներից մայրաքաղաք Կիևում 4 մարդ էր զոհվել, 14-ը վիրավորվել։ Զապորոժիեի մարզում անօդաչուների եւ հրթիռների հարվածներից հետո վիրավորվել էր ավելի քան 40 մարդ։ Ռուսական կողմն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 84 ԱԹՍ-ի խոցման մասին։ Մոսկվայի մարզի Ժուկովսկի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Բելգորոդում 3 մարդ է վիրավորվել։ Իսկ ավելի վաղ Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածներից հետո դադարել էր էլեկտրամատակարարումը։ Միչիգանի մորմոնական եկեղեցիներից մեկը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով առնվազն 4 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել։ Հրաձիգը մեքենայով ներխուժել է եկեղեցի, կրակ բացել, այնուհետև հրկիզել շենքը։ Հարձակումը տեղի է ունեցել Գրանդ Բլանկ քաղաքում կիրակնօրյա պատարագի ժամանակ, որին ներկա են գտնվել հարյուրավոր մարդիկ։ 40-ամյա կասկածյալը սպանվել է ոստիկանների կողմից։ Իշխանությունները միջադեպը հետաքննում են որպես թիրախավորված բռնություն, սակայն չարագործի շարժառիթներն առայժմ անհայտ են։ Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, ընդհանուր առմամբ Պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 66,000-ը, վիրավորների թիվը հասել է 168,000-ի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ավելի ուշ Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Սա Նեթանյահուի 4-րդ այցն է Սպիտակ տուն հունվարին Թրամփի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո։ Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շուտով Մերձավոր Արևելքում յուրահատուկ բան է տեղի ունենալու։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր հերթին
նախագահին հայտարարել է, որ Թրամփը հեղափոխական եւ կարևոր ծրագիր ունի, որը վերջ կդնի գազայում պատերազմին։ Ռուսական «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան սեպտեմբերի 2-ին Պեկինում ստորագրել են հուշագիր, որի համաձայն Մոնղոլիայի տարածքով Չինաստան գազ մատակարարելու համար կկառուցվի Սիբիրի ուժ 2 խողովակաշարը։ Ակնկալվում է, որ մատակարարումները կիրականացվեն 30 տարի ժամկետով տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Բացի այդ 2019-ից գործարկված Սիբիրի ուժ խողովակաշարով մատակարարումները տարեկան 38-ից կհասցվեն 44 միլիարդ խորանարդ մետրի, իսկ արևելյան երթուղով տարեկան 10-ից 12 միլիարդի։ Առաջիկայում կվերջնականացնենք Սիբիրի ուժ 2 նախագծի պարամետրերը։ Գազի գնի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Չինաստան գազի մատակարարման գինն ավելի ցածր է, քան Եվրոպա, քանի որ չինական շուկան Ռուսաստանին ավելի մոտ է, փոխադրումը քիչ ռեսուրսներ է պահանջում։ Եթե նախագիծը կյանքի կոչվի 2030 թվականից Չինաստան ռուսական գազի մատակարարումները կհասնեն տարեկան մինչև 110 միլիարդ խորանարդ մետրի։ Ամենաինտրիգայինն այն է, որ հայտարարվեց իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր ստորագրելու մասին։ Հետաքրքիր ձևակերպում է, սովորաբար հուշագրերը պարտավորեցնող չեն, բայց կարծում եմ չինական կողմի հետ համաձայնեցվել են գործարքի պայմանները, իսկ գազատարը կկառուցվի, երբ ստորագրվի վերջնական պայմանագիրը։ Գործարքի շուրջ քննարկումներն ընթանում են 2000-ականների կեսերից, ըստ չինական եւ արևմտյան ԶԼՄ-ների համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել, քանի որ Պեկինը ցանկանում էր ցածր գին վճարել եւ Մոսկվայի ակնկալածից ավելի քիչ գազ գնել։ Տեղեկությունները, թե Չինաստանը Ռուսաստանից պահանջում է գազը վաճառել ներքին շուկայական ցածր գնով, շատ տարօրինակ են, որովհետև Մոսկվան օրինակ կարող է գործարքը կնքել եւ այնուհետև բարձրացնել գինը, սուբսիդավորելով այն սեփական քաղաքացիների համար։ Չեմ կարծում Չինաստանին ու Ռուսաստանին դա պետք է։ Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ էլ գրում են, որ Սիբիրի ուժ 2-ը ոչ թե իրական գործարք է, այլ քաղաքական ժեստ, հատկապես որ Պեկին-Վաշինգտոն լարվածությունը սրվում է։ Կարծում եմ Ռուսաստանից գազի գնումների ավելացումը կարող է խորհրդանշական լինել Չինաստանի համար, ցույց տալու, որ Պեկինի եւ Արևմուտքի դիրքորոշումները տարբեր են։ Չինաստանը նաեւ փորձում է օգուտներ քաղել, քանի դեռ հակառուսական պատժամիջոցները գործում են։ Պեկինը կարծում է, որ Գազպրոմը բանակցային վատ դիրքում է։ Քաղաքական այլ ասպեկտ էլ կա։ Ինչու Չինաստանը երկար ժամանակ չէր ստորագրում այս պայմանագիրը։ Պեկինը կարծում էր, որ պետք է գազը տարբեր մատակարարներից գնի, սակայն այժմ ավելի հրատապ է դառնում մատակարարումների անվտանգության հարցը։ Մտավախություն կա, որ ինչ որ պահի Վաշինգտոնը կփորձի ռեսուրսների քաղց առաջացնել Չինաստանում։ Չինաստանը ներկայումս տարեկան սպառում է ավելի քան 400 միլիարդ խորանարդ մետր գազ, դրա մոտ 60%-ն ապահովվում է ներքին արտադրության, իսկ 40%-ը ներմուծման հաշվին։ Չինաստանը հեղուկացված բնական գազը ստանում է Կատարից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Մալազիայից եւ այլ երկրներից։ Կատարի եւ Ռուսաստանի հետ գործակցությունը կշարունակվի, սակայն Ավստրալիայի եւ Մալազիայի հետ կապված կանխատեսումները ցույց են տալիս, որ 2030-ականներին ներքին պահանջարկի աճի եւ ռեսուրսների սպառման պատճառով արտադրության եւ արտահանման անկում կգրանցվի, հետևաբար Պեկինը ստիպված է փնտրել գազի նոր աղբյուրներ։ Սակայն կարծիք կա, որ Ռուսաստանն է փորձում նախապատրաստվել եվրոպական շուկայի կորստին, քանի որ Եվրոպան մտադիր է 2027 թվականից լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Եվրոպա մատակարարումները զգալիորեն նվազել են։ 2021 թվականին մինչև 160 միլիարդ խորանարդ մետր էր։ 2025 թվականին արդեն մինչև 17 միլիարդ է լինելու։ Որոշակի բացասական ազդեցություն կա, բայց ծավալներն այնքան փոքր են, որ դա էապես չի ազդի Ռուսաստանի բյուջեի վրա։ Հուշագրի ստորագրումից 2 օր անց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի հեռավոր արևելքում գազի դեֆիցիտ է սպասվում եւ կարելի է անցնել ածխի, ինչը սակայն ըստ փորձագետների հետ քայլ է։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ դեֆիցիտը կարող է սպառնալ ամբողջ դաշնությանը, ուստի Սիբիրի ուժ 2-ն էլ կարող է հարցականի տակ հայտնվել։ Հեռավոր արևելքում իսկապես գազի պակաս կա, բայց այն չի սպառվում, ուղղակի պահանջարկն է աճում, որովհետև տարածաշրջանը արագ է զարգանում, սակայն Ռուսաստանում գազի ընդհանուր ծավալների եւ Սիբիր 2-ը լցնելու խնդիր չկա։ 2025 թվականի ապրիլին հաստատվել է մինչև 2050 թվականը Ռուսաստանի էներգետիկ ռազմավարությունը, որի համաձայն արդյունահանման ներկայիս տեմպերով դաշնությունն ապահովված կլինի գազով 100 տարի։ Ռուսաստանում գազի պաշարները կազմում են 63.4 տրիլիոն խորանարդ մետր։ Ոլորտի մի շարք փորձագետներ պնդում են, որ դաշնությունը ոչ թե էներգառեսուրսների պակաս ունի, այլ պատժամիջոցների եւ առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության պակասի պատճառով բախվել է արդյունահանման խնդրի։
Հարկավոր է առանձնացնել գազը եւ նավթը։ Գազի դեպքում դա առանձնապես խնդիր չէ, քանի որ արդեն մշակված հանքավայրեր կան, արդյունահանման ծախսերը ցածր են։ Այս խոսակցությունների ֆոնին հարց է ծագում, արդյոք ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ կարող է ազդել Հայաստան գազի մատակարարումների վրա։ Ոչ, Հայաստանին վաճառվող գազի ծավալների հետ կապված խնդիր չկա։ Փորձագետի խոսքով այդ ծավալները մեծ չեն, իսկ Գազպրոմը շահագրգռված է շարունակելու համագործակցությունը։ 2025-26-ը հայտարարվել է անվտանգ եւ ապահով կրթական միջավայրի տարի։ Հենց այդ խորագրով անցկացվեց Սյունիքի ուսուցչական մարզային համաժողովը։ Առաջին անգամ զեկույցով հանդես եկավ նաեւ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, խոսելով ներառական միջավայրի մասին։ Ամեն անգամ տարբեր հարթակներից միայն խոսվում է ուսուցիչ աշակերտ ներառման խնդիրը։ Ես իմ զեկույցում ավելի շատ բոլոր հարաբերություններն եմ ընդգծել՝ տնօրեն ուսուցիչ, ուսուցիչ, աշակերտ եւ աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները եւ նշելով, որ ոչ թե միայն տեսականորեն պիտի նշվի ներառականության մասին, այլ յուրաքանչյուրիս գործողության մեջ պիտի երևա այդ ներառականությունը։ Համաժողովի ընթացքում քննարկվեցին ոչ պակաս կարևոր թեմաներ եւս, ինչպիսիք են հոգեբանական անվտանգությունը, թվային եւ մեդիագրագիտությունը։ Խոսեցի հոգեբանական անվտանգությունը դպրոցում թեմայով, ինչու այդ թեման ընտրեցի, որտեղ թեման շատ արձիական է եւ ոչ միայն այստեղ ես ելույթում նշեցի դպրոցականների, սովորողների անվտանգության մասին, նաեւ կարևորեցի ուսուցիչների անվտանգությունը, որովհետեւ շատ դեպքեր են լինում, երբ որ բուլինգի են ենթարկվում նաեւ ուսուցիչները եւ ամենակարևորը մասնագիտական այրումը։ Ինչ բան է դա? Մասնագիտական այրումը դա այն է, երբ որ ուսուցիչը անվտանգ միջավայրում չի աշխատում, ուրեմն մոտիվացիան պակասում է եւ արդյունավետ դասապրոցես, ստեղծագործական միտք չենք նկատում այդ դասերին։ Հանդիպմանը մասնակցելու էին եկել նաև Քաջարան եւ Մեղրի համայնքների ուսուցիչները։ Վարդանի ձորի միջնակարգ դպրոցը ներկայացրեց ուսուցիչը համայնքի սյուն, դասարանը ընտանիք թեման։ Խոսել ենք նրա մասին, թե ինչպես ուսուցիչը կարող է օգնել, որպեսզի զարգանա եւ բարգավաճի համայնքը։ Խոսել ենք ուսուցչի դերը դասարանում եւ որը կփոխակերպվի համայնքում։ Նրա մասին, թե աշակերտին ինչպես կարելի է փոխել եւ ավելի դրական կողմեր ցուցաբերել։ Մերի Գանդալյանի խոսքով համաժողովը կարևոր է հատկապես երիտասարդ ուսուցիչների համար։ Փորձի փոխանակումը ավագ սերնդի մասնագետների հետ կօգնի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպել։ Երբ սկսնակ ուսուցիչ էի, այդ ժամանակ չկար այդ հնարավորությունները նույնիսկ մեր վաստակաշատ փորձառու ուսուցիչներին լսելու։ Այս հարթակում նրանք ոչ միայն լսում են, նաև մոտիկից ծանոթանում են եւ կարող են հանգիստ շփվել այդ մարդկանց հետ։ Բոլոր ուսուցիչները եւս մեկ անգամ զգացին իրենց պատասխանատու աշխատանքի կարեւորությունը։ Միջոցառումն ամփոփվեց խմբային աշխատանքներով եւ հավաստագրերի հանձնմամբ։